1922 թվականի հոկտեմբերի 21-ին Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության գրասենյակ եկավ մի հայ երիտասարդ, ով ներկայանալով աշխատակիցներին տեսակցություն խնդրեց պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ։ Պարզվեց, որ Ահարոնյանը, ինչպես նաև Փարիզում գտնվող անվանի դաշնակցական գործիչներ Սիմոն Վրացյանն ու Վահան Խորասանջյանը արդեն տևական ժամանակ անհամբեր սպասում էին փորձից այդ երիտասարդի ժամանմանը։ Նրան անչափ ջերմորեն ընդունեցին, նույնիսկ պատկառանքով, այնպես, ինչպես վայել է վերաբերվել իսկական հերոսին, բացարձակ հեղինակությանը։ Այդ ամենը փոքրինչ հակասում էր նրա արտաքնին ու կեցվածքին։ Երիտասարդը փոքրամարմին էր, նույնիսկ կարճահասակ, արտակուստ ոչնչով աչքի չընկնող եւ կողմնակի մարդու համար դժվար էր կռահել, թե ինչ բացառիկ ծառայությունների համար էր հազիվ 22 տարեկանը բոլորած տղան արժանանում նման վերաբերմունքի երևելի ազգային գործիչների կողմից։ Երիտասարդը խնդրեց հնարավորինս արագ կարգի բերել իր փաստաթղթերը Ամերիկա մեկնելու համար։ Դաշնակցական առաջնորդները հորդորեցին նրան հրաժարվել այդ մտքից, խոստանալով անհոգ ու հարուստ կյանք ապահովել եվրոպական ցանկացած մայրաքաղաքում՝ Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում կամ այլուր։ Սակայն տղան մտափող չեղավ, ըստ նրա, Եվրոպայում ինքն այլևս անելիք չուներ։ Իսկապես, այդ ասելու հիմքեր նա ուներ, որովհետև այնինչ արդեն հասցրել էր անել 22 տարեկանում, այդուհետ անհնար էր դարձնելու իր հանգիստ կյանքը հին աշխարհի ցանկացած անկյունում։ Եվրոպական շատ երկրների գաղտնի ծառայությունները գլխագին էին սահմանել նրան հայտնաբերելու համար, եւ ուշ թե շուտ պիտի ձերբակալեին ու խստագույն քրեական պատասխանատվության ենթարկեին իբրև ահաբեկչի։ Հարկավոր էր խույս տալ ճակատագրի այդ աննախանձելի ելքից, ինչը եւ արեց երիտասարդը։ Այդպես 1923 թվականի ձմռան սկզբի մի օր շոքելավի նավախելին կանգնած նա վերջին հրաժեշտը տվեց եվրոպական ափին եւ իր բուռն անցյալին, որն ամբողջությամբ նվիրել էր վռիժառությանը, իր միլիոնավոր անմեղ հայրենակիցների նահատակության համար։ Նրա կյանքի պատմությունը նման էր գեղարվեստական երգի, արկածային ժանրին համահունչ լարվածությամբ, գործողությունների շիկացած ընթացքով, սյուժետային անսպասելի շրջադարձերով, հետապնդումներով ու բացահայտումներով։ Եվ հաստատապես, Արշավիր Շիրակյանի «Կտակն էր նահատակներուն» գիրքը ընթերցողը հեշտությամբ կարող է շփոթել վարպետորեն հնարած արկածային վեպի հետ, եթե տեղեկացված չլինի, որ այն հուշագրություն է ինքնակենսագրական, որում եւ ոչ մի պատկեր ու բառ հնարված չէ, այլ մաքուր ճշմարտություն, եղելություն։ Հարկավ Շիրակյանի կյանքը, գործն ու կերպարը արժանի են հիացմունքի, քանզի կրում են բացառիկության կնիքը։ Տակավին երիտասարդ նա անդամագրվեց հայ միլիոնավոր նահատակների անմեղ արյան վրեժը ծրագրած Նեմեսիսին եւ առանց որևէ հիմնավոր պատրաստություն անցնելու, այլ բացառապես իր անձնական փորձի, նպատակասլացության, համարձակության, բնատուր ճարպկության եւ խելքի շնորհիվ դարձավ Նեմեսիսի գլխավոր հարվածային ուժն ու երիտ թուրքական պարագլուխների սարսափը։ Հենց նրա պատժիչ ձեռքով էին ոչնչացվել ոստիկանապետ ու հայտնի մատնիչ Վահե Իհսանը, Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմը, Տրաբզոնի արյունարբուք կուսակալ Ջեմալ Ազմին, հայկական կոտորածների գլխավոր կազմակերպիչ ու համակարգող Բեհեդդին Շաքիրը։ Եվ հենց Շիրակյանի ահից էր, որ բովանդակ Եվրոպայում ցիրուցան եղած երիտ թուրք դահճապետերը մկների պես պատսպարվել էին իրենց ընդհատակյա թաքստոցներում, վերահաս պատժից փրկելու համար կաշիները։ Ֆանտոմ, այն է ուրվական։ Այսպիսի անունով էր մկրտել Շիրակյանին եվրոպական մամուլը, պատկերացում անգամ չունենալով, որ այդ ահեղ սպանությունների հետևում էր կանգնած ընդամենը իր երկրորդ տասնամյակը բոլորած մի երիտասարդ։ Շուրջ 3 տարի թուրքական, վրացական, իտալական, ավստրիական ու գերմանական հետախուզական ծառայություններն ու գաղտնի ոստիկանությունները հետապնդում էին նրան, սակայն ապարդյուն։ Իր մականվանը համահունչ Ֆանտոմի պես Շիրակյանը անորսալի մնաց գաղտնի գործականների համար, այնպիսի դուրությամբ շրջանցելով նրանց լարած որոգայթներն ու աննկատորեն հատելով եվրոպական պետությունների սահմանները, կարծես նրան հովանավորում էին այդ կառույցներից էլ ավելի հզոր ուժեր։ Սակայն նման բան բնականաբար չկար։ Իր անխոցելիության համար Շիրակյանը պարտական էր բացառապես սեփական արտակարգ ունակություններին
և Նեմեսիսի մյուս անդամների անթերի գործելավոճին։ Նեմեսիս ծրագիրն ապացուցեց, որ արդարության պատժիչ ձեռքը ամենուր կարող է հասնել մեղսագործներին, անգամ եթե նրանք գտնվում են աշխարհի հզորների հովանավորության ներքո, իսկ արդարության և վրեժի իր ծարավին հագուրդ տվողը հոշոտված ու աշխարհի ամենաանպաշտպան ժողովուրդն է։ Արշավիր Շիրակյանը ծնվել էր 1900 թվականի հունվարի 1-ին, Կաղանդի գիշերը, Պոլսո Թաքսիմ թաղամասում։ Նորածնին անվանակոչել էր Շիրակյանների կնքահայրը, ով ըստ ընտանեկան լեգենդի, մանկան աչքերում կրակ և ուժնշմարելով մկրտել էր նրան Արշավիր անունով, որը պահլավերեն նշանակում էր առյուծասիրտ։ Չնայած իր վթիթ կազմվածքին ու կարճ հասակին, Արշավիրը հարազատ Էյրի փողոցի մանուկների հեղինակությունն էր դարձել։ Նրանց խաղերի գլխավոր կազմակերպիչն ու հարևան թուրք երեխաների դեմ մղվող կռիվների առաջնորդը։ Կրակոտությունը, ճարպկությունն ու խելահեղ համարձակությունը նրա խառնվածքի հիմնական գծերն էին, և կասկած չկար, որ պահպանելով դրանք տարիների ընթացքում նա անպայման աչքի էր ընկնելու ինչ-որ բացառիկությամբ, այդպես էլ եղավ։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես պատանին անմիջապես հայտնվեց Պոլսո հայ ազգային քաղաքական կառույցների ուշադրության կենտրոնում։ Կանխազգալով մեծ կոտորածի գալուստը, դաշնակցական ու հնչակյան գործիչները փորձում էին նախապատրաստվել արհավիրքին, զինել ու կազմակերպել քաղաքի հայ ազգաբնակչությանը դիմադրության համար։ Արշավիրի պես ճարպիկ ու համարձակ պատանիները անգին արժեք ունեին նման աշխատանքների համար, որովհետև հասակի պատճառով աչքաթող էին արվում թուրքական ոստիկանության կողմից, ուստի կարող էին դյուրությամբ իրականացնել ցանկացած առաջադրանք։ Սակայն մյուս կողմից, անգամ ամենահամարձակը նրանցից պիտանի չէր գործին, եթե չուներ ընդհատակայինին անհրաժեշտ մի շարք այլ պարտադիր որակներ՝ պաղարյունություն, շրջահայացություն, անսպասելի իրավիճակում անմիջապես կողմնորոշվելու կարողություն և իհարկե անմնացորդ նվիրվածություն գործին։ Բոլոր այս հատկությունները բնորոշ էին Արշավիրին։ Գիշեր ու զօր տղան դաշնակցական կոմիտեի հանձնարարություններն էր կատարում Պոլսում, զենք ու զինամթերք տեղափոխում տեղից տեղ, հետախուզվող կուսակցական գործիչների համար թաքստոցներ պատրաստում, ապահովում կոմիտեն տեղեկատվությամբ։ Իր սեփական տունը նա վերածել էր թաքստոցի, ուր մշտապես պատսպարված էին մնում ընդհատակայիններն ու հայ փախստականներ Անատոլիայից։ Իրեն չափազանց վստահել են, ասում է, քանի որ ես զուսպ էի, գաղտնապահ եւ իհարկե փոքրամարմին, ինչպես ինքն ասում, եւ տարիքով նաեւ համատաբար փոքր, բայց վստահություն ներշնչեցի 2-3 ձեռնարկներ կատարելով։ Առաջին կարևոր ձեռնարկը դա զենք հայթայթելն էր եւ տեղափոխման կազմակերպումը։ Ասում է, ինչպես հետագայում Կարոն Սասունին է գրում, ասում է, դա գալիս էր Արշավիր Շիրակյանի բնավորության գծերից։ Նա ակտիվ լինելով միաժամանակ ուներ նախաձեռնող բնավորություն եւ հետեւողական էր իր գործողությունների մեջ։ Ասում է, նա ղեկավարում էր թաղի տղաներին ամբողջությամբ եւ հեղինակություն ուներ, նրա ասած խոսքը բոլորն ընդունում էին միաձայն։ Եվ ասում հենց սկզբից նկատվում էր նրա խոհեմությունը, վճռականությունը, սառնասրտությունը եւ հանձնարարված գործի նկատմամբ պատասխանատվությունը։ Մեծ Եղեռնի արհավիրքն ու եվրոպական տերությունների պասիվ արձագանքն այդ հրեշավոր իրադարձությանը ստիպեցին հայ ժողովրդին սեփական ուժերով իրականացնել արդար դատաստանը թուրք ոչրագործների նկատմամբ։ 1919 թվականի աշնանը Երևանում կայացած Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում կայացվեց ոչնչացնել երիտթուրք վարագլուխներին, ովքեր թեև պատերազմում Թուրքիայի պարտության պատճառով զրկվել էին իշխանությունից, բայց փաստացի չէին հետապնդվում հաղթած դաշնակիցների կողմից եւ հանգիստ ապրում էին եվրոպական տարբեր քաղաքներում։ Պատժիչ օպերացիան վրիժառության հին հունական աստվածուհու անունով կոչվեց Նեմեսիս։ Կազմվեց մի ցուցակ եւ այդ ցուցակի մեջ ներգրավեց առնվազն 650 անձ, որոնց պետք է տերորի ենթարկեին, որպես այ ժողովրդի դահիճների, սկսած գլխավոր դեմքերից մինչև ավելի երկրորդական դեմքերի, նահանգապետ, կամարապետ եւ այլն,
եւ այս 650-ից առաջնահերթը առանձնացվեց 41 հոգի գլխավոր պատասխանատուները, որոնց պետք է անմիջապես ահաբեկել, այսինքն ավելի մոտ ժամանակներում, իսկ մնացածը աստիճանաբար, ըստ ծրագրի։ Եվ այս ծրագրի մեջ ներքաշվեց նաև իր ցանկությամբ բավականին երիտասարդ թերևս պատանի Արշավիր Շիրակյանը։ Բնատուր հատկությունների ու ընդհատակյա պայքարի փորձի համադրությունը Արշավիրին վերածել էր գերազանց մարտիկի։ Նա կատարելապես էր համապատասխանում քաղաքային պայմաններում հետախուզական ու մարտական գործողություններ վարելու համար, ինչում դաշնակցական գործիչները բազմիցս առիթ էին ունեցել համոզվելու։ Բարեկիրթ արտաքինը, թուրքերենի, հունարենի փայլուն իմացությունը ևս անվիճելի առավելություններ էին։ Վերջապես կար մի ծանրակշիռ հանգամանք ևս։ Արշավիրը վայրկյանապես կարող էր կերպարանափոխվել, մարմնավորելով ցանկացած խավի, տիպի ու բնավորության տեր մարդու։ Պատահական չէր, որ նա տևական ժամանակ աշխատել էր Պոլսի դրամատիկ կենտրոնում, որպես դերասան եւ իմիջայլոց անձամբ ծանոթ էր հայ բեմի այնպիսի երևելի գործիչների, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հովհաննես Աբելյանը։ Մի խոսքով առկա էին բոլոր նախադրյալները Նեմեսիս ծրագրում նրան ընդգրկելու համար։ Բացի երիտ թուրք պարագլուխներից, Նեմեսիսի թիրախում էին հայտնվել նաև մեծ թվով հայ մատնիչներ, ում օժանդակությամբ դահիճներն իրականացրել էին հայոց կոտորածը։ Սրանց ոչնչացումը կարևոր բարոյական ու գործնական նշանակություն ուներ։ Մի կողմից այս մարդիկ, որպես հայեր, առաջինը պիտի պատասխան տային հայրենակիցներին մատնելու համար։ Մյուս կողմից, այս տականքների ահաբեկումը յուրատեսակ փորձարկում էր Նեմեսիսի անդամների համար, երիտ թուրք մեծամեծերի հանդեպ դատաստան տեսնելուց առաջ։ Բավական է նշել, որ ընդամենը 2-3 տարվա ընթացքում հայ վրիժառուները վերացրին շուրջ 300 մատնիչ, Պոլսում, Կիլիկիայում, Եվրոպայում եւ այլուր։ Նեմեսիս ծրագրի անվանի անդամ Սողոմոն Թեհլերյանն էլ նախքան Թալյաթին սպանելը Պոլսում ահաբեկել էր հայտնի մի հայ մատնիչի, Բեշիկթաշի Մուխտար Հարություն Մկրտչյանին։ Թեհլերյանի օրինակով Արշավիր Շիրակյանը ևս պիտի նման մի գործողություն իրականացներ, Նեմեսիսի ղեկավարության վստահությունը շահելու եւ հետագայում ավելի պատասխանատու հանձնարարություն ստանալու համար։ Արշավիր Շիրակյանը ինքը ժամանում է Երևան Կոստանդնուպոլսից եւ ցանկություն է հայտնում, որպեսզի ինքը մասնակից դառնա այդ թուրք դահիճների, թուրք հայ ազգի դահիճներին պատահասելու այդ ծրագրին։ Սկզբնական շրջանում նրան վերապահությամբ են մոտենում, նկատի ունենալով նրա դեռևս 20-ամյա տարիքը եւ սակայն նրան շատ չանցած փորձնական մի տերոր են հանձնարարում, որը վերաբերվում էր հայ ազգի թուրք պաշտոնյա Վահե Իհսանին։ Այս Վահե Իհսանը հայտնի էր նրանով, որ թուրք կառավարությանը մատնում էր հայ նշանավոր գործիչների, հայտնի կուսակցական եւ ոչ միայն կուսակցական, գրական, մշակույթի արվեստի գործիչների եւ ընդհանրապես հայերի թաքնվելու վայրերը ման էր գալիս եւ ուրեմն ժամանակին տեղակ էր պահում թուրք կառավարությանը, որոնք սրանց նկատմամբ իրականացնում էին ոչնչացման, սպանելու, օրդելու, ինչ որ հատուկ էր այդ ժամանակ երիտ թուրքերի քաղաքականությանը, ուրեմն ծրագրի։ Պոլսո բարձրաստիճան ոստիկան, թուրքական իշխանությունների գործակալ ու մատնիչ Վահե Եսայանին կամ Վահե Իհսանին, ինչպես կոչում էին նրան թուրքերը, սպանելու առաջարկը դաշնակցությանը արել էր հենց Արշավիրը։ Առաջարկն ընդունվել էր, սակայն երկար ժամանակ գործը ձգձգվում էր տարբեր պատճառներով եւ վերջնական հրահանգը ուշանում էր։ Վերջապես 1920 թվականի գարնանը Նեմեսիսի Պոլսո գրասենյակի պատասխանատուներ Հրաչ Փափազյանն ու Գալուստ Էյնաթյանը արտոնեցին Շիրակյանին գլուխ բերել գործը։ Արշավիրը, որ արդեն երկար ժամանակ հետևում էր մատնիչին ու նախապատրաստվում ահաբեկությանը, երկար սպասելու առիթ չտվեց։ 1920 թվականի մարտի 27-ի առավոտյան Թարլաբաշի պողոտայի վրա նա դեմ արդեմ դուրս եկավ Վահե Եսայանին ու գրպանից հանելով ատրճանակը մի քանի կրակոցով տապալեց նրան գետնին։ Եսայանին ուղեկցող թուրք տիկնապահը իր պարոնին պաշտպանելու փոխարեն անմիջապես փախավ դեպքի վայրից։
Կացութենը օգտվելով ատարճանակը սթափ տվի ժողովրդին վրա, հրամայելով որ ճամփա բանան։ Բազմությունը երկուքի բաժնվեցավ։ Փողոցին տերն է այլևս։ Սկսա հանդարտորեն քայլել եւ հեռանալ։ Հետապնդող չեղավ, բայց անմիջապես որ դարձա մոտ Քովընտի Մաճար փողոցը, քայլերս արագացուցի, երկրորդ կողմնակի փողոցը մտնելուն պես։ Սկսա վազել։ Միշտ նախընտրելով դարձդարձիկ եւ իրար կտրող նեղ փողոցներ, մինչեւ որ ապահով զգացի, թե հաջողած եմ հետքս կորսնցնել եւ հետապնդող չունիմ։ Վահե Եսայանի սպանությունից շուրջ մեկ ամիս անց թուրքական ոստիկանության կողմից հետապնդվող արշավիրը Ոմն Թորգոմ Ղազարյանի կեղծ փաստաթղթերով նավով ուղևորվեց Ղրիմ, որտեղից էլ մեծ փորձությունների գնով անցավ Հայաստան։ Երևանում նրան անձամբ ընդունեց Ռուբեն Տերմինասյանը, ով այդ շրջանում Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարն էր։ Վահե Եսայանի սպանության փայլուն օպերացիային դաշնակցության ներքին խողովակներով տեղեկացված Ռուբենը, բարձր գնահատելով Շիրակյանի պատրաստվածությունը, հանձնարարեց Երևանի ոստիկանապետ Լևոն Քալանթարյանին համապատասխան պաշտոն տալ տղային։ Այդպես արշավիրը գործի անցավ Հայաստանի գաղտնի ոստիկանության հետախուզական բաժնում։ Սակայն մի քանի ամիս անց Ռուբենը դարձյալ իր մոտ կանչեց Շիրակյանին, հանձնարարելով նրան հույժ գաղտնի ու պատասխանատու մի գործողություն իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս։ Շիրակյանը պետք է մեկներ Բաքու, որտեղ այդ ժամանակ գտնվում էին հայոց կոտորածների եռանդուն կազմակերպիչներ Էնվեր եւ Խալիլ Փաշաները, որոնք Կովկասում էլ արդեն հասցրել էին հազարավոր հայերի արյուն թափել։ Մասնավորաբար Շուշիի կոտորածը ադրբեջանցիներն իրականացրել էին հենց նրանց ցուցումներով ու մասնակցությամբ։ Բացի Վրեժից, Փաշաների ահաբեկումն ուներ նաեւ կանխարգելիչ միտում, քանի որ Էնվերը հորդորում էր Բաքվի մուսաֆատականներին լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Քանի որ այդ ժամանակ կար պանիսլամական մի ծրագիր, որ ընդհանուր ուրեմն բանթուրանական ներողություն ժողովուրդներին ոտի անել եւ ստեղծել մի պետություն, որով տարվել էին այդ գաղափարներով տարվել էին նաեւ երիտուրքերը։ Այդ թվում նաեւ Բեհայեդին Շակիրը, Էնվերը, Թալյատը եւ մյուսները, եւ Ռուբենը հանձնարարում է Արշավի Շիրակյանին հասնել Բաքու եւ Բաքու քաղաքը գտնել Էնվեր Փաշային եւ իրականացնել կուսակցության որոշումը։ Թուրք փաշաներին ոչնչացնելու համար Շիրակյանին որպես զուգընկեր էր գծվել ծնունդով կառնեցի մի երիտասարդ Արամ Երկանյան անունով, ով եւս Նեմեսիս ծրագրի անդամ էր։ Արշավիրը միանգամից հավանել էր այդ տղային, ով չնայած չափի շատ տաքալյուն էր ու բռնկուն, բայց եւ հավատարիմ գործընկեր էր ու ջերմ հայրենասեր։ Ու թեև Բաքվի ձեռնարկը տապալվելու էր ի սկզբանե, բայց հետագայում նրանց համագործակցությունը մեկ ուրիշ մեծ արդյունք էր բերելու Նեմեսիսին։ Տղաները Ռուբեն Տերմինասյանից ստացան պատկառելի գումար, հայկական, վրացական, ադրբեջանական թղթադրամներով, ոսկի, նաև հին ծխամորճում թաքցրած 3 խոշոր ադամանտ։ Այս միջոցները բավարար էին Բաքվում նույնիսկ մի քանի ամիս ապրելու, զենք գնելու եւ ահաբեկությանը նախապատրաստվելու համար։ Այնտեղ նրանք պետք է ներկայանային որպես Ղավիալի առևտրով զբաղվող թուրք եւ թաթար գործարարներ։ Արշավիրը Իսմայիլ Էշրեֆ Բեյ, իսկ Արամը Ալի Շևքետ անուններով։ Առաջին հանգրվանը պիտի լիներ Թիֆլիսը, որը Բաքվի հետ կապված էր երկաթուղով։ Տղաները հասան այնտեղ 1920 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական փաստաթղթերով, որոնցում նշված էին Ահարոն Ավետիսյանի եւ Գրիգոր Մուրադյանի անունները։ Ծրագիրը մշակված էր ամենայն մանրակրկիտությամբ եւ կարծես ոչ մի խոտան թույլ տրված չէր, սակայն Բաքու մեկնելուց 1-2 օր առաջ նրանք անսպասելիորեն ձերբակալվեցին վրացական գաղտնի ոստիկանության կողմից Թիֆլիսյան մի պանսիոնում, ուր հանգրվանել էին մինչև դաշնակցության տեղական կառույցները կարգի կբերեին նրանց սահմանն անցնելու գործը։ Նա նկարագրում է իր տանջանքները Մետեխի բանտում, զնդան նետվելը, խոշտանգումները, չափազանց տանջալից վիճակ, ասում է մազապուրց, ասում է մի կերպ, ասում է մահվան դատավճիռ էր ըստ էության մեր նկատմամբ եւ այլ արգելավայր տեղափոխելու ճանապարհին կարողանում են փախչել։
Մետեխի բանտում կրած կտանքներն ու զրկանքները չկոտրեցին երիտասարդներին, եւ ի վերջո Թիֆլիսյան ընկերների օգնությամբ նրանց հաջողվեց փախչել կալանքից։ Բաքու գնալն այլևս անիմաստ էր, որովհետև դրա համար միջոց չկար։ Բացի այդ, Էնվերն ու Խալիլը Ադրբեջանում չէին այլևս, այնտեղ տերու տիրականները բոլշևիկներն էին։ Հայաստանում եւս բոլշևիկյան կարգեր էին հաստատվել, Երևան վերադարձի մասին խոսք լինել չէր կարող։ Տեղեկանալով, որ Շիրակյանը ողջ է եւ ազատ, Դաշնակցության Պոլսո կենտրոնական կոմիտեն հրահանգեց նրան Թիֆլիսից վերադառնալ հայրենի քաղաք։ Շիրակյանը նավով մեկնեց Պոլիս, իր հետ տանելով նաեւ Արամ Երկանյանին, վստահ լինելով, որ ընկերն անպայման պետք է գալու նրան հետագա ձեռնարկներում։ Չնայած Հայաստանի անկախ հանրապետության անկմանը, Դաշնակցությունը չդադարեցրեց Նեմեսիսի գործունեությունը, թեև այն իրականացնելու համար նյութական միջոցներն ու ռեսուրսները խիստ սահմանափակվել էին։ Դայիչների որսը ոչ միայն շարունակվեց, այլև նորթափ ու եռանդ առավ։ Այդպես, արդեն 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալյատ Փաշային։ Այդ գործով եղած դատավարությունը ոչ միայն չգոհացրեց թուրքերին, այլև հայոց ցեղասպանությունը լուսաբանելու եւ աշխարհին այն հիշեցնելու առիթ դարձավ։ Ոգևորված այդ փաստից նեմեսիսականները վճռեցին ընդլայնել գործողությունների դաշտը։ 1921 թվականի ամռան սկզբում վճիռ կայացվեց հերթական վրիժառու հարվածն իրականացնել Հռոմում, ուր Նեմեսիսի գործակալների տեղեկություններով երիտթուրքական պարագլուխների որջեր էին հաստատվել։ Այդ գործը հանձնարարվեց Արշավիր Շիրակյանին։ 1921 թվականի հունիսի 30-ին Շիրակյանը Էդիրնեցի հույն վաճառական Արսիլ Սիրակի անունը պարունակող կեղծ փաստաթղթերով ժամանեց Մարսել, որտեղ գնեց 2 կոլտ Բրաունինգ մագնիշի ատրճանակ եւ ապա մի քանի օր անց հատեց ֆրանս-իտալական սահմանը։ Հատկանշական է նրա հանդուգն վճիռը սահմանն անցնել զենքով, քանի որ նա լավ գիտեր, որ բռնվելու դեպքում քրեական պատասխանատվությանը ենթարկվելու եւ տապալելու է Նեմեսիսի գործը, բայց Արշավիրը վստահ էր, որ անպայման դուրս կպրծնի ամենաբարդ իրավիճակից, ինչպես միշտ հաջողվել էր նրան։ Երբ իտալացի սահմանապահը նրան խուզարկելիս ուր որը պիտի ձեռքերով շոշափեր արդեն գոտկատեղում թաքցրած ատրճանակները, երիտասարդը սկսել էր ջեղածիկ կծկումներ անել բարմնով ու քահ-քահ ծիծաղել, իբրև թե խուտուտ ունի։ Սահմանապահը միամտորեն կուլ էր տվել խայծն ու դադարեցրել խուզարկությունը։ Մեկ ուրիշ անգամ նա հաջողել էր դուրս պրծնել թուրք սահմանապահ ոստիկանների ձեռքից, երբ թվում էր արդեն թե ազատվելու ոչ մի հնար այլևս չկա։ Ոստիկանները գլխի էին ընկել, որ տղայի փաստաթղթերը կեղծ են։ Արշավիրը չէր կորցրել իրեն եւ մինչ այդ անզգուշությամբ կտրած մատի վերքը սեղմելով արյունոտել էր շրթերն ու թաշկինակը, իբր թե թոքախտավորը։ Խեղտող հազին օպացուցադրելով թաշկինակը բերանին ամուր սեղմած նա բացատրել էր թուրքերին, թե հիվանդ է եւ արտասահման է մեկնում բուժվելու։ Այսքանը բավական էր, որ վարակվելուց սարսափած ոստիկանները վերադարձնեն նրան փաստաթղթերն ու թախանձեն կորչել երկրից։ Նման դեպքերն անչափ շատ էին պատահել նրա հետ, վկայելով, թե որքան ճարպիկ եւ ուշիմ էր Շիրակյանը եւ որքան հաջողակիր ձեռնարկներում։ Պատահական չի նրա պաղարյունությունը, սառնասրտությունը, ինչպես ինքն էր նկարագրում, շատ հարցերում փրկում էր նրան ճակատագրական պահերին, նա կարող էր շատ հանգիստ, շատ կարևոր մի քաղաքական ակտ կամ ահաբեկչություն իրագործել, ապա իրեն սառնասրտությամբ եւ վճռական գործողությամբ այնպես ցույց տալ, որ ոչ մի բան չի եղել, նկարագրելով նրա գործունեությունը ընդհանրապես Կարոս Ասունին գրում է, որ նա նախաձեռնող էր, խիզախ, իր գործի մեջ հետևողական մարդ, որը նախաձեռնությունը իրականություն դարձնող անմիջապես իրականացնող կարևոր անձնավորություն, վճռական, մինչև վերջ իր գործի մեջ հետևողական։ Շիրակյանը Հռոմ ժամանեց 1921 թվականի հուլիսի սկզբում։ Ուղղվեցա Քաթր Ֆոնտանը, պահմը նստեցա, սիգարետ վառեցի եւ խորեցա անելիքներուս վրա։ Իտալիո մայրաքաղաքը օտար այցելուին կամ զբոսաշրջիկին համար զվարճության, վայելքներու պատմական եւ արվեստի քաղաք էր, ինձի համար վտանգի գոտի։ Եկած էի հոժար կամքովս, նահատակված ազգակիցներուս արյան վրեժը լուծելու եւ արդարությունը տեղը բերելու համար։
Մինչև Արշավիրի ժամանելը Հռոմում նեմեսիսականներից հետախուզություն էր իրականացնում Գրիգոր Մերջանովը։ Վերջինս, սակայն, Շիրակյանի վկայությամբ լավ չէր աշխատում եւ ոչ մի էական տեղեկություն ձեռք չէր բերել։ Արշավիրը վճռեց վերջ տալ Մերջանովի պասիվ գործելավոճին եւ ստիպեց լրջագույնս գործի լծվել իր հետ։ Նրանք հսկողություն սահմանեցին թուրքական դեսպանատան, խանութների, Հռոմի թատրոնների, ռեստորանների, սրճարանների եւ նույնիսկ հասարակած տների վրա։ Թալյաթի սպանությունից ի վեր երեք թուրքերը անչափ զգուշավոր էին դարձել, սակայն Արշավիրը վստահ էր, որ անպայման ինչ-որ տեղ կմատնեն իրենց։ Եվ իսկապես, շուտով թուրքական ռեստորաններից մեկում նրան հաջողվեց գտնել դոկտոր Նազամին եւ Հասան Թահսինին։ Նրանցից առաջինը երեք թուրքերի գլխավոր գաղափարախոսն էր, երկրորդը Էզրումի նախկին կուսակալը, ում գազանության զոհն էին դարձել տասնյակ հազարավոր հայեր։ Հաջողությունը մեծ էր, բայց զարգացնել այն չհաջողվեց Մերջանովի պատճառով, ով չկարողացավ ըստ պատշաճի հետևել այդ դահիճներին եւ գտնել նրանց բնակարանները։ Շիրակյանը չէր ընկճվում։ Նա համոզված էր, որ Հռոմում է գտնվում երեք թուրքերի գլխավոր որջերից մեկը Եվրոպայում, եւ այստեղ հնարավոր է մեկ հարվածով վերջ տալ նրանցից շատերին։ Կենտրոնական կոմիտեն սակայն հրահանգեց նրան զերծ մնալ մասսայական ահաբեկության գործողություններից, հավանաբար զգուշանալով անկանխատեսելի հետևանքներից։ Մինչ ընթանում էր այս զեկուցումների եւ հանձնարարականների փոխանակումը, երեք թուրքերից շատերն արդեն լքել էին Հռոմը կամ անցել խուլ ընդհատակ։ Հավանաբար նրանք եւս տեղեկացված էին Իտալիա ժամանած ահաբեկչի մասին։ Խնդիրն այն էր, որ իտալական իշխանություններն այդ ընթացքում բանակցություններ էին վարում Մուստաֆա Քեմալի հետ 20 միլիոն լիրեթի վարկ նրան հատկացնելու կապակցությամբ։ Միջնորդն այդ բանակցություններում Օսմանյան Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ Փաշան էր, մեկը հայազգի դահիճներից։ Սայիդ Հալիմն այդ գումարը պետք է ստանար իտալական բանկերից, ապա զենքի մեծ խմբականակ գներ դրանով եւ ուղարկեր այն Անատոլիա, զինելու անգլո-ֆրանսունական դաշինքի դեմ մարտենչող քեմալական բանակին։ Այդ իսկ պատճառով իտալացիները շահագրգռված էին Սայիդ Հալիմի եւ երեք թուրքերի անվտանգության հարցում, ուստի նրանց գաղտնի հետախուզությունը փորձում էր կանխել հնարավոր մահափորձերը։ Այդպես իտալական հատուկ ծառայությունները կարողացան խանգարել հունական հետախուզությանը Սայիդ Հալիմին չեզոքացնելու գործում։ Հույներին չհաջողվեց ոչնչացնել Փաշային, այնինչ Նեմեսիսը իր ծրագրում խոչընդոտ չունեցավ։ Սայիդ Հալիմին Շիրակյանը առաջին անգամ տեսավ Վիա Պալացիա փողոցայի վրա, Վիլլա Բորգեզեի մոտ գտնվող մի սրճարանում։ Այդ օրվանից ի վեր նա անընդհատ հետևում էր Փաշային, մինչև որ բացահայտեց նրա բնակարանը, շքեղ մի առանձնատուն, Վիա Էոստաքիա փողոցի վրա։ Հենց այդտեղ էլ Փաշայի տան դիմացն վճռել էր կատարել ահաբեկությունը։ Հապաղելու իրավունք այլևս չկար, որովհետև Սայիդ Հալիմն էլ կարող էր Էնվերի ու Նազմի պես ապահով թաքստոց անցնել։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը հերթական անգամ եկավ Վիա Էոստաքիո փողոց, գիտենալով, որ Փաշան տանը չէ եւ ուր որ է կժամանի։ Շուտով փողոցում երևաց նրա կառքը։ Հայ վրիժառուն սառնասրտորեն մոտ վազեց կառքին, ընթացքից ցածկեց նրա մեջ եւ ատրճանակի փողն ուղղելով Փաշայի աչքունքին քաշեց ձկանը։ Երկրորդ գնդակն արձակելու կարիքն այլևս չեղավ։ Սայիդ Հալիմի անշնչացած մարմինը կիսով չափ դուրս էր կախվել փողոցով սլացող կառքից։ Փաշայի վերջը տալուց հետո Շիրակյանը զինաթափ էր արել անակնկալի եկած նրա տիկնապային եւ դուրս ցատկելով կառքից խառնվել էր փողոցային ամբոխին։ Սայիդ Հալիմի մահը մեծ արձագանք էր ունեցել Եվրոպայում։ Իտալական կառավարությունը շոկի մեջ էր։ Բովանդակ երկրում ոտքի ելած ոստիկանությունն ամեն ինչ անում էր ահաբեկչի հետքի վրա դուրս գալու համար, սակայն ապարդյուն։ Նույնիսկ Պոլսից Հռոմ էր ժամանել թուրքական գաղտնի ոստիկանության մի մեծ ստորաբաժանում, հետաքննելու սպանության դեպքն ու օգնելու իտալացի գործընկերներին մարդասպանին գտնելու գործում։ Սակայն այդ ձգտումները ապարդյուն էին։ Սայիդ Հալիմի թաղումը պիտի լիներ Պոլսում, եւ վստահապես այդ արարողությանը հավաքվելու էր երեք թուրքական ողջ վերնախավը։ Ըստ Շիրակյանի, կարելի էր մեծ խմբով հարձակում գործել Սկոթափորի վրա եւ միանգամից ոչնչացնել մի քանի տասնյակ տականքների։ Դա մի լավ հարսանիք էր լինելու։
ասում էր հետագայում Արշավիրն իր այդ ծրագրի մասին, որն ավաղ կենտրոնական կոմիտեն չխրախուսեց, գուցեև ունենալով այդ բանի համար իր ծանրակշիռ փաստարկները։ Հենց Հռոմում հետարքիր մի միջադեպ է նա պատմում, որ գնում եւ ապաստան է գտնում մի Մարիա անունով այրու բնակարան, որը նրա ասելով շատ գեղանի այրի էր, սիրահարվել էր իրեն եւ նույնիսկ ամուսնության առաջարկություն են անում, բայց այդ հայրենանվեր ազգանվեր հայորդին գլխավոր խնդիրը համարելով ահաբեկչական այդ կարևոր ձեռնարկի իրականացումը հրաժարվում է այդ մտքից, բայց որ եւ կինը եւ նա սիրահարված են եղել, դա փաստ է, հատկապես կինը, եւ պատահական չի, որ նա ոստիկանության ձեռք իմանալով, որ նա էր սպանողը, իրագործող այդ վարչապետի սպանությունը, ոստիկանության ձեռը չի մատնում հայ վրիժառուին։ Սաիդ Հալիմի սպանության առիթով եվրոպական մամուլը նորից բարձրաձայնեց հայկական խնդրի մասին, ընդ որում հնչում էին տրամաչափորեն հակառակ կարծիքներ։ Որոշ թերթեր ակնարկում էին, որ հայերը հոգնելով արդարություն թախանձել քաղաքակիրթ աշխարհից, իրենք են արդարացի դատաստան տեսնում հանցագործների նկատմամբ։ Ուրիշներն աղաղակում էին, թե Թալյաթի Հալիմի սպանությունները ահաբեկություններ են, հրեշավոր հանցանքներ, որոնք չի կարելի արդարացնել ոչնչով։ Սակայն անկախ ուղղվածությունից այդ բոլոր թերթերը ողողված էին Թուրքիայի նախկին վարչապետի սպանության մանրամասնություններով, որոնցում ակնհայտ կամ քողարկված հիացմունքով էր նկարագրվում անորսալի վրիժառուի կերպարը, ով հանդգնել էր օրը ցերեկով Հռոմի կենտրոնում բանեսներ իր զենքը, ապա հանգիստ ու անխոչնդոտ դուրս պրծնել ոստիկանության ձեռքից։ Նրան Ֆանտոմ էին անվանում։ Այդ անունը թերթերի գլխագրեր էր սպրդել ականատեսների հարցաքննությունների սղագրություններից։ Վիա Էոստաքիոյում պատահած դեպքը տեսնողները պատմում էին, որ կարգ ցածկած ահաբեկիչը նման էր Ֆանտոմի իր վերարկուի քամուն ծփացող փեշերով եւ ուրվականի պես էլ սարսափ էր ներշնչում շուրջը։ Ամենից շատ այս համեմատությունը նյարդայնացնում եւ ազդում էր երիտթուրք վարագլուխների վրա, ովքեր սոսկում էին Ֆանտոմի հաջորդ զոհը դառնալու մտքից։ Եվ այդ սպասումները անհիմն չէին։ Արշավիր Շիրակյանը արդեն նախապատրաստում էր իր հաջորդ հարվածը։ Այդ ժամանակ թուրքերը գաղտնի ուրիշ անուններով էին, որովհետեւ չբացահայտվեին, որտեղ վախենում էին այ վրեժառուներից, մանավանդ նրանք նկատի ունեին արդեն այն փաստը, որ Թալյաթը տերորի էր ենթարկվել եւ իսկապես նրանց նկատմամբ այդպիսի որոշում է կայացվել։ Նրանք դա արդեն հասկանում էին։ Շիրակյանը Վիեննայից Բերլին եկավ հստակ նպատակով հայտնաբերել այստեղ թուրքական որջերը, բացահայտել նրանցում ապաստանած Իթիհադ Վեթերակի, այն է, միասնություն եւ առաջընթաց երիտթուրքական կուսակցության ամենաազդեցիկ անդամներին ու վերացնել նրանց։ Այդ գործում նրան պիտի օգնեին Պոլսից ժամանած Հրաչ Փափազյանը, Արամ Երկանյանը, Բիթլիսի Արշակը եւ մի քանի այլ ընկերներ։ Երիտթուրքերի բերլինյան որջի ամենաազդեցիկ դեմքերն էին Բեհեդդին Շաքիրը, ով հայկական մասսայական տեղահանությունների ու կոտորածների ծրագրի մշակողն էր, եւ Ջեմալ Ազմին, Տրաբզոնի նախկին կուսակալը, ով Սևծովում սնդուկների եւ զամբյուղների մեջ կապ կպելով խորտակել էր հազարավոր հայ մանուկների, իսկ 10-12 տարեկան հայ գեղեցիկ աղջիկներից մի ամբողջ հարեմ էր հավաքել իր որդի Էքմելի համար։ Սրանց հավաքատեղին էր մերթ Ազմիի ծխախոտի խանութը, մերթ էլ Ուլհանդ շտրասեի վրա գտնվող թիվ 80 տունը, որը հայտնաբերել էր Հրաչ Փափազյանը, ով ժամանակին օգնել էր նաև Թեհլերյանին գտնել Բերլինում Թալյաթ Փաշային։ Սակայն անմիջապես գործելը չափազանց վտանգավոր էր, որովհետև ոչ մի երաշխիք չկար, թե իրենք նեմեսիսականները չեն գտնվում արդեն ոստիկանական լեզվով ասած գաղափարի տակ։ Կարող էր պատահել, որ նրանց արդեն իսկ հետևում էին եւ անմիջապես կկալանեին ահաբեկումն իրականացնելու պահին։ Տղաներին արդեն հայտնի էր, որ գերմանական գաղտնի ոստիկանությունը հանձն էր առել ապահովել երիտթուրքերի անվտանգությունն ու լրտեսների ցանցի միջոցով տեղեկություններ էր ստանում Բերլին ժամանած բոլոր օտարազգիների մասին։ Սակայն Շիրակյանն ավելի շրջահայաց էր ու ճարպիկ, քան կարող էին պատկերացնել գերմանական գաղտնի ծառայությունները։ Անհավանական է, բայց փաստ, որ Արշավիրը կարողացավ տեղեկանալ Բերլինյան ոստիկանությունում իրականացվող ծրագրերի մասին բարձրաստիճան մի սպայից,
Հերսակ անունով, ով Ուլհանդ թաղամասի ոստիկանապետն էր։ Հերսակը միամտություն էր ունեցել իր տան մեկ սենյակը վարձով տալ Շիրակյանին, ապա ընկերանալ այդ հաճելի երիտասարդի հետ, մտերմանալ այն աստիճան, որ գարեջրից տաքացած գլխով պատմել նրան ոստիկանության մեջ տիրող անցուդարձի մասին, ինչ երբեք չէր պատմի հարազատ մորը։ Ամենասարսափելի երազում Հերսակի մտքով իսկ չէր անցնի, որ փաստաթղթերով Թորգոմ Ղազարյանի անուն ազգանունը կրող ռումինահայ մեծահարուստի որդին իր նոր ընկերը, ոչ այլ ոք էր, քան այն նույն մարդը, ում պատճառով գերմանական հատուկ ծառայությունները արդեն քանի ամիս գտնվում էին լարված վիճակում։ Ինչևիցե, վերջնականապես համոզվելով, որ տղաների կյանքը վտանգված չէ, Արշավիրը անցավ գործի։ 1922 թվականի ապրիլի 17-ին մեռելոցի օրը երեկոյան Արշավիրն ու Արամը եկան Ուլհանշտրասե փողոցի թիվ 80 տան մոտ։ Հաստատապես հայտնի էր, որ Ազմին ու Շաքիրն իրենց ընտանիքներով այնտեղ էին։ Այնտեղ էր նաև Թալյաթի այրին։ Ժամը 23:30-ին թուրքերի բազմությունը դուրս եկավ տնից զբոսնելու։ Մի քանի 100 մետր նրանց հետևելուց հետո տղաները վրա հասան եւ աշխատելով չվնասել կանանց ու երեխաներին, կրակ բացեցին տղամարդկանց վրա։ Արշավիրի արձակած գնդակից Ջեմալ Ազմին գետին տապալվեց անմիջապես։ Շիրակյանի երկրորդ գնդակը դիպավ Շաքիրի այտին, բայց չսպանեց նրան։ Օգնության հասած Երկանյանը ավարտին հասցրեց գործն իր ատրճանակով։ Ապահովության համար ամենքը մեկական անգամ էլ կրակեցին Շաքիրի գետնին փլված մարմնին։ Ընտանիքների անդամներից ոչ ոք լուրջ վնասվածք չստացավ, բացի Թալյաթի այրուց, ում վայնասունը Արշավիրը կտրեց կնոջ բերանին հաստրած ձեռքի շեշտակի հարվածով։ Խմբի մեջ եղած թիկնապահը եւս վնասազերծվեց կայծակնային արագությամբ, իսկ մեկ ուրիշը, հավանաբար գերմանացի գաղտնի ոստիկան, որ այդ պահին գտնվում էր փոքրին շերվում, անկարող եղավ որևէ բան ձեռնարկել։ Գործն այդպիսով վերջացած էր։ Նեմեսիսի սրբազան ուխտով Ջեմալ Ազմին ու Բեհեդին Շաքիրը լրացին մահվան դատապարտված դահիճների ցանկը։ Ջեմալ Ազմիի եւ Շաքիրի սպանությունից հետո Արշավիր Շիրակյանը եւս մեկ անգամ առաջարկեց կենտրոնական կոմիտեին հարսանիք տոնել նրանց թաղմանը, այն է, նախճիր սարքել Սկոթափորում։ Նեմեսիսի պատասխանատու ղեկավարները կտրականապես արգելեցին նրան անել այդ։ Առանց այդ էլ եվրոպական պետությունների կեսը ոտքի էին հանել իրենց բոլոր ծառայությունները հանդուկը Նահաբեգշին բռնելու համար։ Մայիսի 8-ին Շիրակյանը լքեց Բեռլինն ու ապահով անցավ Վիեննա։ Այնտեղից էլ հունիսին Հրաչ Փափազյանի հետ ուղևորվեց Բուլղարիա։ Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր ահաբեկիչներին հատել եվրոպական մի քանի պետությունների սահմաններ, եւ այնուհանդերձ Արշավիրի ճարպկության շնորհիվ նրանց դա հաջողվեց։ Թուրքական գաղտնի ոստիկանությունը, որ դուրս էր եկել Շիրակյանի հետքի վրա, փորձեց առևանգել նրան Բուլղարիայում։ Հաստատապես դա 22-ամյա վրիժարուի վերջն էր լինելու։ Վարնայի հյուրանոցում, ուր շրջապատել էին նրան թուրք գործակալները, հայեր չկային, որպեսզի հնարավոր լիներ ապավինել նրանց օգնությանը։ Այն ժամ խորամանկ տղան սկսեց բարձր աղաղակել, այնպես, որ իր շուրջը հավաքեց սպասավորների ու կեմորների մի մեծ բազմություն, քիչ անց նաև բուլղար ոստիկանների։ Սրանք կալանեցին անկարգ երիտասարդին, տանելով նրան շվարած թուրք հետախուզականների քթիտակից, իսկ որոշ ժամանակ անց ազատ արձակեցին։ Թուրքական պետությանն ու ժողովրդին այդքան գլխացավանք պատճառած մարդուն բռնելու հնարավորությունն այդպիսով հերթական անգամ տապալվել էր։ Անտեսելով վերին մարմնի արգելքը 1922 թվականի օգոստոսի 20-ին Շիրակյանը Սևծովյան Կոստանցա նավահանգստից ճանապարհ բռնեց դեպի Պոլիս։ Թուրքիայում հերակա մահվան դատապարտված լինելու հանգամանքը չէր վախեցնում նրան, որովհետև այդտեղ Պոլսում նրան էր սպասում իր սիրած աղջիկը Գայանեն։ Հոկտեմբերի 1-ին նրանք նշանադրվեցին, ինչից հետո ուղևորվեցին Ֆրանսիա։ Դաշնակցության վճռով Արշավիր Շիրակյանն այդուհետ պարտավոր էր թողնել իր ահաբեկչական գործունեությունն ու անցնել հանգիստ կյանքի։ Նրա ճակատագրի գլխավոր առաքելությունն այլևս համարվում էր ի կատարածված։ Փարիզում կուսակցական ընկերները նրան առաջարկեցին հաստատվել ցանկացած եվրոպական քաղաքում, ըստ իր ընտրության եւ խոստացան ազգին ու կուսակցությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար ցմահ ապահովել յութական միջոցներով։
Նա հրաժարվեց, ասելով, որ նախընտրում է Ամերիկան, իսկ իր ապրուստն ուզում է հոգալ բացառապես սեփական քրտինքով։ Նա հեռանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվում է Նյու Յորքում, ասեմ, որ նա հնարամիտ եւ ձեռներեց անձնավորություն էր, ոչ միայն իր գործի լավագույն նախաձեռնող ու կազմակերպիչ, նաեւ կարողանում է հարմարվել ամերիկյան պայմաններին, սկզբում ձեռնարկում է արևելյան գորգի վաճառքի գործը, ապա նավի կարամատույցի, նավի մաքրման գործն է ձեռնարկում եւ կարողանում է հենց այդ ճանապարհով փող վաստակել, նյութական վիճակը ինչպեսիք ներգրում բարվոք էր եւ ամուսնությունից հետո ծնվում է նրանց աղջիկը Սոնան, Նյու Յորքում երկար ժամանակ չափազանց համեստ, մի անկյունում քաշված իր կյանքն էր անցկացնում այս նշանավոր հայորդին։ Այս անձնավորությունը երկար ժամանակ աչքից հեռու իր գործունեությունը ծավալեց, մնալով սերունդների հիշողության մեջ իբրև համեստ հետևողական անձնավորություն, մահացավ 1973 թվականին անողոք հիվանդության արդյունքում, նա մինչ այդ այցելեց Արամ Երկանյանի գերեզմանին, Սողոմոն Թելերյանի գերեզմանին գրեթե ամեն անգամ եղեռնի օրերին այցելում էր, մտահիշում իր անցած ուղին եւ միաժամանակ անդադ կրկնելով, որ հայոց արդարամիտ բազուկը կարողացավ իր արդար վճիռը իրագործել եւ հասցնել նահատակների կտակը իրագործել։ Նրա ամենամեծ բաղձանքը կտակը իրագործելն է։ Ուստի պատահական չէր գրքի վերնագիրը կտակը նահատակներու, այսինքն նահատակների հիշադակը հավերժացնելու, նրանց ձգտումները իրագործելու միշտ պատրաստ ազատամարտիկ էր մեր հերոսը։ Արշավերջը Շիրակյանի, թե Արամ Երկանյանի, թե Սողոմոն Թելերյանի, թե Միսակ Տորլակյանի, թե Ստեփան Ծաղիկյանի այս բոլորի տերորիստական ակտերը, դրանք վրեժխնդրական ձեռնարկներ էին, նրանք իրենց էությամբ քաղաքական նպատակ չէին հետապնդում, բայց վրեժխնդրական, բայց արդյունքում էլի ցանկացած վրեժխնդրական նմանաբնույթ ձեռնարկ բերում է քաղաքական հետևանքների եւ կարծում եմ, որ այսօր էլ մենք պետք է այն համոզմունքը ունենանք, որ մեր խնդիրները մեր թշնամիների դեպքում մեր հայրենիքի մեծ մասը յուրացրած Թուրքիայի հարցով ավելի ճիշտ կլինի լուծել սեփական ուժերին ապավինելով, ուժեր նկատի չունեմ ասոց ռազմական, ոչ միջնորդավորված, որովհետև կրկնում եմ միջնորդավորված գործողությունները արդյունք չեն տալիս եւ այս ամենը ինչ որ տեղ ունեցավ 20-ական թվականների սկզբին դրանց դասերը պահպանվում են եւ դրանք ունեն արտիական հնչողություն։ Բոլորովին վերջերս թուրքական պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայոց ցեղասպանության ճանաչման բանավեճի առիթով հոխորտալից հայտարարեց, թե ոչ ոք իզորու չէ ստիպել թուրքերին ծնկի իջնել։ Հավանաբար նա իր միլիոնավոր հայրենակիցների պես իզորու չէ ըմբռնել, որ անցյալի մեղքը քավելու համար ծնկել է ստիպում ոչ թե ով, այլ ինչը, այսինքն խիղճը։ Իսկ եթե այն գոյություն չունի եւ մարդկային կեցության միակ պայմանը բիրտ ուժն է, ապա այդպես համարողը ուշ թե շուտ անպայման կերերա ու ծնկի կիշնի ուժի առաջ եւ խղճի արցունքների փոխարեն ստիպված կլինի հեղել սեփական արյունը։ Հենց այդ պարտադրեցին անել թուրք ոչրագործներին Նեմեսիս ծրագրին անդամագրված երիտասարդ հայ վրիժառուները։